Բարև ձեզ, շատ է տարածվում մի խոսակցություն, ըստ որի թոշակառուները հունվարի 1-ից այլևս չեն կարողանալու իրենց քարտի վրա եղած թոշակները, գումարները կանխիկացնել, այսինքն դարձնել թղթային փող։ Այդպիսի բան չկա, հարգելի թոշակառուներ, հարգելի ժողովուրդ, իսկ խոսակցությունը սկսվել է նրանից, որ վարչապետը կառավարության նիստի ժամանակ հրահանգ է տվել, որպեսզի այն թոշակառուները, որոնք մինչև այժմ թոշակները իրենց ստանում են ոչ թե քարտով, այլ կանխիկ թղթադրամներով, իրենց համար եւս մտածվի մեխանիզմ, որպեսզի իրենք եւս բոլորը արդեն անցնեն քարտային համակարգի։ Դրանք այն թոշակառուներն են, որոնք շարժունակության հետ խնդիրներ ունեն, հաշմանդամություն ունեն, եւ այդ թոշակառուները մինչեւ հիմա թղթով են ստանում ու չեն կարողանում իրենք եւս օգտվել այդ քեշբեքից, այդ վերադարձից, իսկ հունվարից գիտենք, որ 20% է տարվում վերադարձը, հետեւաբար այդպիսով նրանց եւս շանս կտրվի, որպեսզի իրենք եւս օգտվեն այդ վերադարձի 20% վերադարձի հնարավորությունից, այնպես որ դուք հունվարի 1-ից հետո էլ, դրանից հետո է, ավելի հետո էլ կարող եք ձեր թոշակները, ձեր քարտերի վրա եղած գումարները կանխիկացնեք, թուղթ դրամ դարձնեք ու օգտագործեք։ Բայց իհարկե ցանկալի չի, որովհետև եթե քարտով առևտուր անեք, ապա 20% վերադարձ կստանաք եւ ըստ էության 20%-ով կբարձրանա ձեր թոշակները հունվարի 1-ից։ Այնպես որ հանգիստ եղեք։